Այսինքն հələ մինչև հիմա նախկիների թալանից եք խոսում։ Արա Արցախ եք հանձնե։ Արժանապատվությունն եք մեր ոտնահարե, 5000 տղու եք տարե կոտորե, ու հələ դուք խոսում եք նախկիների թալանից։ Դուք դի խոսակ նախկիների Արցախից, նախկիների բանակից, նախկիների դիվանագիտական պրոցեսից, Արցախի բանակցային պրոցեսից, որ հրապարակեցին թղթերը։ Այդ դրանից խոսակ դասը կարես նախկիների ցավը տանեմ, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, ՀՀՇ-ից սկսած մինչև Հանրապետական։ Դասեք նախկիների ցավը տանեմ արա։ Պետրոս գնա հենց մի ջերմուկ են դիրքերից մեկը Հայաստանի ձեր ասած Հայաստանի բան սուվերեն տարածքից, որ վերցել են թուրքերը, այդի գնա ազատագրի, արա հարստացի ճուզողի եղած չեղածնել մի ասել էին։ Գնա էդի արա հարստած, դու էլ հարստ, դու էլ թալանի։ Գնա ջերմուկը ազատագրի, ջերմուկը թալանի։ Հարց չկա։ Թալանը թալանել։ Բա պետություն են կառուցել, պետություն են անկախություն են կերտե, անկախ պետություն են տվե, Արցախ են ազատագրել։ Աթո մի քիչ էլ հարստանային ինչ էր եղի արա։ Դա ես նորմալ եմ համարում։ Դու մի հարուստ ես, Պետրոս։ Բա դու այսքան հնարավորություն ես, այդքան ես հաստատել, այն մարդիկ էլ եկա երկու պետություն են ստեղծել։ Խիչը հարստանային, նույնիսկ էդ էլի, դա թալան չի։ Այստեղ գոյություն ունի բարոյական կողմ։ Բարոյական կողմ, այ եթե Այ հիմա հմիկվա իշխանություններն են հարստանում նույնիսկ օրենքի տառին համապատասխան։ Այ դա է թալանը, որովհետև 120,000 մարդու անտուն են թողել, անգերեզման են թողել, որովհետև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատվում է այսօր Բաքվի բանտում։ Այ հիմա հարստալներն է ամոթ, հիմա լավ ապրելն է ամոթ։ Երբ որ ազգը սովա մահալնում, սովա, ու դու խորոված ես ուտում, թեկուզ քեզ բերել են, օրինական տվել են, չես թալանել, այդ ուտելը արդեն բարոյական առումով ամոթ է։ Երբ որ ազգը մրսում է, 90-ական թվականներին, որ մութ ու ցուրտ տարիներ էր, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Հայաստանի ղեկավարությունը այն սենյակում, որտեղ որ իրանք մնում են պլիտա չէին վառում։ Իսկ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչյան առհասարակ բամբյոշկեքի տակ են իրանք ընտանիքները։ Այդ բարոյական կողմն է ուրիշ։ Հիմա պետությունը կերտել էին նախկինները, պետությունը կերտել էին։ 2000 պետություն ունեինք, տնտեսությունը զարգացել էր։ Խիպտի իրանք էլ չօգտվեին այդ տնտեսությունից, ու իրանք կամ հարազատները։ Խիպտի իրանք էլ չօգտվեին չհարստանային։ Այդ եմ ասում, երկու պետություն էին կերտել նախկինները, երկու պետություն։ Արժանապատվություն էին վերականգնել, 15 թվի ցեղասպանության, Բաքվի ջարդերի 90 թվի Սումգայիթի ջարդերի վրեժն էին լուծել։ Դրանից հետո տնտեսությունն էլ զարգացրել էին արդեն։ Խիչը հարստանային, արա, խիեք նեղվում, որ հարստացել են։ Ես մի նեղվում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քյասիբ է։ Այն նեղվում եմ, որ 1000 թվի կաստում շալվարա հագնում, որը որ իմ համար ավելի արժեքավոր է, քան այս ձեր միլիարդները։ Բայց ես ասում եմ, թող ինքն էլ թող ունենա։ Բա Լևոն Տեր-Պետրոսյանի խեք կպնում, սաղուրը։ Նա էլա թալան է։ Նա էլա թալա, ինչ ալ Նիկոլին դեվ, ասք ինչա կանգնած է իր կերտած պետության կողքը, արդեն էլ թալան չի այդ վատն է, չգիտեմ ինչն է։ Նա էլ չի թալանել։ Դե կեղտոտ անշնորհք մարդիկ են, հələ որ Լևոն Տեր-Պետրոսյանով են մարդ դարել է նաև։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանով եկա գնաց այդ դարար դեպուտատ մարդ դարար, արա դու։ Նաև էդ էլի։ Մարիամ ջան, ասենք եթե մեկով մարդ ես դառնում, դե բնականաբար այն ժամանակ Նաստրադամուսը չէ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իմանալ սա ինչ կարգի պատու հասա դառնալու, չէ։ Հա։ Բայց եթե մեկով մարդ ես դառնում, այդ մարդուն դի շնորհակալ լինես դու։ Սաղ կյանքը։ Չես ամաչում այդ ինչ բառեր ես ասում այդ մարդու, ասեն, մանալ որ տեղին քննադատում է քեզ, տեղին։ Ու այդքանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ես վերջում էլ էր ուզում քեզ օգնել, որ ասներ արա նա ապիկար անասունն է, նա կեթա, ես իրան առաջարկող տարբերակների մեջից կընտրի ամենավատագույնը, ու տենց էլ եղավ։ Այդտեղ էլ էր պատրաստ քեզ օգնել, դու ընդառաջ չգնացիր։ Ասներ խորհուրդ տանք ասենք, այս վատերի մեջից մինիմալ վատը որն է։ Դու գնացիր ընտրի մաքսիմալ վատը, Արցախը ճանաչիր Ադրբեջանի կազմում, արա գոնե նենց ճանաչեիր, ռազմագերի չունենայինք, փաթեթով ճանաչեիր։ Գոնե նենց ճանաչեիր արցախցիները ընդ ինչ-որ մի հատ ինքնավարության ինչ-որ մի բան ունենային արա։ Սա կասեմ ես, անշնորհքների մեկն են, էլ ինչ ասեմ։ Ու այսքանից հետո, հələ խոսում եմ Պետրոս դու խելացի մարդ ես, խելացի տղա ես, իրոք ուժեղ ժուրնալիստ է, իրոք իր խելքը հավանել եմ միշտ, էլի։ Հասկանում եք, բայց արա դու հələ խոսում ես նախկինների թալանից։ Հես անդից գիտեմ ինչ ասելու է։ Այ որ չթալանեին, մենք մեր բանակը սենց չէր լինի, մենք կհաղթենք։ Դու այ անասուն, քեզ եմ ասում, այդ ասողն եմ ասում, այ անասուն, համի ես դավոն, ինչքան էլ
աշխատավարձած ինձ չոտկի պահեմ բանձևի օգտագործեմ, այն արդյունավետ ձևի օգտագործեմ։ Ես կարամ Ծառուկյան Գագիկի հետ, Սամվել Ալեքսանյանի հետ մրցեմ փողով։ Բախշեն նրանք ինձնից ավելի իրանց հնարավորությունները շատ մեծ, այսինքն մենք մեր նույնիսկ այդ ձեր ասած սաղ թալանը, ձեր ասած, որ բերեինք կողեինք մեր ռազմական բյուջե, մենք Ադրբեջանի հետ չէինք կարող մրցենք, որտեղ մենք անմրցելի էինք, իրանք շատ առավել պոկված էին մեզնից իրանց տնտեսությունով, իրանց նավթով։ Բայց այդ պայմաններում այդ ձևի թույլ ելնելով իրանցից տնտեսական առումներով, արա մենք հաղթում էինք իրանց։ Իրանք ինչ զենք բերում էին, դրա հակառակ զենքը մենք բերում էինք։ Մենք Իսկանդեր էինք բերում, որը որ թույլան չէին կարող բերեին։ Ու մենք հաղթած պահում էինք արա, դու դրանից խոսա։ Ասկե այդ պայմաններում հիմա ոնց որ ես հակնեմ հերրը Ծառուկյանից իրան եմ օրինակ բերում, լավ մի հատ կեղտոտ օլիգարխի ասեք։ Մի հատ վատ օլիգարխի հետ ու կրեմ իրան։ Ուրեմն ինչքան հզոր տղա եմ, չէ՞ որ կրում եմ այդտենցներին, որ այդքան հնարավորություններ են նա ունի, բայց ես իմ սովորական փողոցի տղալնելով, ֆիդային մարտելով հաղթում եմ այդ հարուստ օլիգարխին, քացում եմ քացուտակ սամասուդ եմ անում։ Ինչի համար էլ որ կռվում ենք էդ էլ իմնալում։ Ուրեմն ինչքան ուժեղ տղա եմ, չէ՞ ես։ Հասկանում ես։ Բայց այդքան ինչքան ուժեղ ղեկավարություն եք ունեցել, որ մեզնից 1000 անգամ ավելի հզոր Ադրբեջանին կզծրել եք, Թուրքիան էլ մեջքին կանգնած նրան էլ են կզծրել։ Դու սրա մասին խոսա, ոչ թե խոսա, որ նախկիները թալանել են։ Ով չի ուզում հաղթող տղեկի լավ ապրելը, մի ասել է իրան։ Գնա դու էլ հաղթի, դու էլ հարստացի։ Իմ համար ինչ տարբերություն։ Սա կասեմ ես։